Եվ ինչով եք զբաղված։ Նկարներն մաման տեղադրում։ Ստացել տեղադրում են։ Ո՞վ է պատվերներ ընդունում։ Ցույց եք տալիս։ Խանութում, պատվերները միայն խանութում։ Իսկ տարօրինակ պատվերներ ունենում եք, ասենք, չգիտեմ, անսովոր տարօրինակ, որը կզարմացներ մեզ։ Ունենում ենք։ Որ մենք էլ չենք սպասում։ Ինչպիսի պատվերներ եք ունենում։ Գուցե չասեմ, որտեվ մի քիչ Ինչի։ օրինակ մարմնի մասեր։ Հասկացա, մի ասա երեխաներն են այս հաղորդումը։ Ահա, տենց պատվերներ շատ ենք ունենում, փորձում ենք հրաժարվել, բայց ինչ արած մեկ-մեկ ստիպում են հաճախորդները եւ իհարկե ունենում ենք շենքեր։ Ահա։ Էլ ինչ ենք ունեցել, շատ հետաքրքիր բաներ։ Կազինո, կաֆե, Կազինո ճիշտ է, պոկերի սեղան, շուրջը մարդիկ նստած։ շատ հետաքրքիր բաներ։ Սա էլ իմ նստավայրը, որտեղ ես լինում եմ երևի թե օրը 5 վայրկյան։ Իսկ ստեղ ես ստացել եմ մի նամակ, որ մենք համարվում ենք լավագույն Շվեյցարիայում, չէ՞, մամ, Շվեյցարիայում որպես լավագույն ապրանք։ Իսկ որտեղից էին իմացել ձեր մասին։ Մասնակցել եք ինչ-որ փառատոնի։ Չենք մասնակցել, ինտերնետից մեզ գտել են եւ ուղարկել են այս հրավերքը մարտի 7-ին է կայանալու, ոսկի արձանիկ ենք ստանալու, բայց ես ժամանակ չունեմ։ Նայ Դավիթ, կարելի է չէ՞ սա նկարել։ Happy birthday Grisha։ Սա երևի Գրիգոր Աղախանյանն են նվիրել։ Չէ։ Թե հա, չէ, սա գիտեք, բան Նոր հայերի Գրիշանը։ Լավ, բարձ է։ Գնացինք։ Գնացինք։ Շնորհակալություն, որ ցույց տվեցիք մեզ։ Գնանք ներս։ Գնանք ներս եւ պատրաստիր համբուրգերը, հա, մեզ համար։ Լիկա, իսկ այս մասում ինչ է տեղի ունենում։ Այստեղից արդեն թարմ խմորեղենը մտնում է դեպի խանութ։ Իդեպ կարող եմ գների հետ ծանոթանալ, ես կարծում եւ մեր հեռուստադիտողին, ես այստեղ մոտ եմ ապրում եւ ինձ շատ հետաքրքիր է։ Գնանք ուրեմն խանութ, վերադառնանք Չէ, երկու խոսքով դու ասա։ Արդյոք մաչելի է։ Մաչելի է, օրինակ նայեք, Մուրսկո իդեալը, հա։ Ահա։ Կերակ եւ շատ ձեզ դուր եկավ 480 դրամ մեկ կտորը։ Բավականին մեծ կտոր։ Մեջը կա եւ մեղր, լավագույն եւ պոպոկ։ Մի խոսքով ես կարծում եմ, որ Դե հաշվի առնելով, որ հացը հիմա 200-250 դրամ է, չէ, մաչելի է։ նորմալ է, չէ։ Իսկապես։ Եվ այսպես անցնենք համբուրգերին, հա։ Անցնենք։ Մեզ հարմար։ Մարմնի ինչ մասեր վերցրեցիր այստեղ, սա տարօրինակ պատվեր է։ Չէ, սա մարմնի մասեր չեն, սա հենց մեր գամբուրգերն են Լավ, լինելու։ կներես։ Որտեվ այնտեղ ասացիր, որ մարմնի մասեր են պատվիրում, ինձ թվաց ինչ-որ մեկը իր ընկերուհու կուրծքն է նվիրում, կամ ընկերուհին ընկերոջն է նվիրում։ Մենք այստեղ այնքան տարօրինակ բաներ ենք տեսել, որ արդեն չենք զարմանում։ Տեսեք, արդեն տորտը համարյա պատրաստ է լոգոն։ Ահա։ Ծվածեղը կարող ենք արդեն ուղարկել։ Ձեռնոցներ էլի կտակ ինձ։ Ինչ ես անելու։ Ես ես համար պատրաստում եմ համբուրգեր։ Իսկ սա մի անձի համար է, թե Սա չէ, ես եւ Դավիթը միասին կարող ենք կշտանալ։ Սա մոտ մի 8 անձի համար է։ Հա։ Մենակ վերևը երևի 4 հոգու համար եւ տակինը էլի 4 հոգու համար։ Տորտերը փոքր են երևում, բայց լինելու է այնտեղ։ Անպայման, իհարկե։ Ինչ ուզում եք, մենք կսարքենք։ Լավ։ Իմիջիայլով շատ են բողոքում, որ տորտերը փոքր են մեր, բայց նման բան չի կարող լինել, որովհետև հաշվարկված են, մենք գիտենք, ասենք, քանի ձու է հարկավոր մեկ անձի համար, եւ երբ որ ուտում են, նոր հասկանում են, որ իսկապես տորտը փոքր չէր, հակառակը մեծ էր։ Այսպիսի խնդիրի առաջ շատ ենք կանգնում, մարդկանց չեն կարողանում բացատրել, որ կերեք հետո զանգեք ասեք, որ փոքր էր։ Լիկա, իսկ ամենաշատը վաճառվում է տոների, հա, առիթների, նոր տարի, մարտի 8-ն է մոտենում այս դեպքերում, թե միշտ այսպես ունեք ձեր հաճախորդները, որոնք մեկ անգամ գալիս փորձում են եւ վերջ։ Մեկ անգամ բոլոր մեր հաճախորդները, ովքեր գնահատում են եւ հասկանում են լավը, անպայման գալիս են եւ դառնում են մեր
Ոչ թե գերին, այ մեր սիրելի հաճախորդը։ Չեմ գտնում։ Ես մեր հաղորդմանը բնորոշ անդադ ուզում եմ մի բան գտնել, մի հատ մազ գտնեմ գոնե, ասեմ այդ տեսնում եք հերոստատիտով։ Չկա, ոչ մի փոշի անգամ չկա։ Կարող եք վերևները ստուգել, ամեն օր մաքրվում է։ Ստիպված է իմ մազերից մեկը փոկեի, բայց չարեցի, որտեղ վերևի տեսախցիկը նկարահանում է։ Ոչ միայն վերևի, մենք ստեղ ամեն անկյունում ունենք մեր տեսախցիկները։ Ինչի համար։ Որպեսզի սուրոն չգա եւ իր մազը չփոկի, խմորեղենի մեջ գցի։ Հասկանալ, իսկ ով է հետևում այս ամենին։ Մարդիկ կան, որոնք հետևում են։ Ես եւ կարող եմ տանից հետևել ինտերնետով եւ իմ կաբինետից կարող եմ հետևել։ Այդ իսկ պատճառով այստեղ ճաղեր չունենք։ Չէ, մենք Դրա կարիքը չկա։ Դրա կարիքը չունենք, ունենք խմորեղենի գողեր չկան։ Չէ։ Չէ, բայց այստեղ բավականաչափ տեխնիկա կա։ Գիտեք ինչ, նույնիսկ եթե մոտիկանան գիշերը դռանը, ապա անպայման ինձ մոտ ազդանշան կլինի, բացի դրանից ունենք պահակ եւ շատ Ահա։ Անցնենք գործի։ Անցնենք գործի, ես միանգամից արդեն սկսեմ հացը պատրաստել։ Լավ։ Մենք կարող ենք, չէ՞, ընդմիջել 2 րոպե։ Ընդմիջեք, մինչև ես հացերը թխեմ։ Շատ լավ։ Իսկ ինչ ընթացքի մեջ է գտնվում մեր համբուրգերը։ Մենք միսը դնենք։ Միսը։ Սա թե սա, որն անոմակ, սա է։ Դա կանաչին էր, հա։ Կանաչին միսը։ Մարոլը։ Մի քիչ կրեմ քսենք վրան։ Այս մայոնեզն է։ Հասկացա։ Մի քիչ շատ անենք, որ համով լինի։ Դավիթ նկարի, թե այստեղ ինչեր են սպասվում մեր համբուրգերին։ Չէ՞։ Սա մեզ համար է, չէ՞։ Անպայման։ Պանիրը։ Հոլանդական պանիր։ Ինչից է պատրաստված լիք։ Քաղցր մարցիպանից։ Չես ուզում գաղտնիքները բացել։ Չէ։ Բայց օրգանական է, չէ՞ ամեն ինչ։ Ամեն ինչ, բնական, նույնիսկ ոչ մի վտանգավոր բան չկա։ Սա երևի մի քիչ ոնց դնենք, որ երևա երկրորդ հացը, երբ որ դնենք այսպես։ Մենք ունենք նրբ երշիկ, ինչպես դուք ուզեցիք։ Մեծ է, կարելի է կտրել։ Շատ լավ։ Նայեք, ոչինչով չի տարբերվում։ Երշիկից իսկապես չի տարբերվում։ Այս չի սազում, համեր համբուրգերի հետ, լավ, ոչինչ։ Նորմալ է, բայց մեկ երշիկը հերիք է։ Ես էլ եմ այդպես կարծում։ Կանաչին։ Շատ լավ։ Գտա ինչ չունեք, լոլիկ չունեք։ Լոլիկ հենց հիմա կպատրաստենք։ Չէ, լավ, պետք չի։ Պետք չի, առանց լոլիկի այս անգամ։ Վստահ եմ, որ կարող եք պատրաստել։ Եվ երկրորդ հացը։ Պարզ է։ Նմանա, չէ։ Եվ կարծես թե արդեն պատրաստ է, հա։ Չէ, դեռ պատրաստ չի։ Ուրեմն հացի հակառակ մասում պետք է ստանալ իսկական հացի տպավորություն։ Լավ, մինչև դու հացը սարքես, կարելի է անդրադառնալ, թե այն աղջիկը ինչ է անում այնտեղ, որտեղ ես լսեցի, որ սառցարանից ներքնազգեստներ նա պահանջում, ինչի համար։ Ինչումն էր բանը։ Եվ բոլորը խորհրդավոր ժպտում են։ Ես համաչում եմ պատասխանեմ, եկեք հարցրեք աղջիկներին, հա։ Ինչի։ Չգիտեմ։ Տարօրինակ պատվեր է եղել։ Պատվեր չի, սա մեր Վալենտինի օրվա արդիվ հա, պատրաստեցիք մտահղացումը լիկայի մեր։ մերսի։ Կարեր այդքանը չասեիր։ Մտահղացումը լիկայներ, ինչ մտահղացում։ Ուղղակի հետաքրքիր էր մեր հաճախորդի համար, անմիջապես վաճառվել էր Մի քանի հատ շատ են տանում, շատ։ Մեր դիզայներներն են ներկայացնեմ մեր աղջիկներին։ Կարելի է տեսնել, հա։ Եվ վերջնական արդյունք Չէ, դեռ վերջնական չի, երբ որ եւ ներքնազգեստ։ Ինչումն է բանը։ Սև սիրտ,
Տեսնում եք։ Ես հասկացա։ Հասկացաք։ Ինչը որ շատ հայկական, հա, տղամարդու սև սիրտը եւ նրա ընկերուհու վարտագույն, այո։ Հասկանալ է։ Լիկա, ես արդեն անհամբեր եմ փորձել։ Երբ կվերջացնես։ Շատ արագ 2 րոպեից պատրաստ կլինի մեր ներողություն։ Հացը։ Շատ հետաքրքիր ես աշխատում։ Ես երբևէ չէի պատկերացնում, որ դերասանուհին կարող է այսպիսի բաներով տիրապետել։ Եվ Լիկա, իդեպ հաճախորդներ ունեք, տես։ Սա ձեր մշտական հաճախորդներն են։ Չէ, բայց արդեն կդառնան մշտական հաճախորդներ։ Վստահ կարող եմ ասել։ Պատրաստ է։ Այո, պատրաստ է։ Այստեղ մի քիչ կրեմ եղա։ Ահա։ Չէ, ես հիմա իսկապես վստահ եմ, սա որ 7-8 հոգի կարող են հանգիստ ուտել։ Խնդրեմ։ Շատ գեղեցիկ է։ Մենք իսկապես քաղցած ենք եւ մենք չէինք սպասում, որ այսպիսի հետաքրքիր հաղորդում կստացվի։ Ես ուզում եմ էլի շատ գեղեցիկ բաներ ձեզ ցույց տալ։ Ինչ։ Կտակ։ Այս քանդակները մենք արդեն տեսանք, իսկ հիմա ես ցույց կտամ այն, ինչ երբ ազատ ժամանակ, ինչով ես ազատ ժամանակ զբաղվում եմ։ Սա բոլոր այն կերպարներն են, որ կուզեիր խաղալ, հասկանալի է։ Կուզեի խաղալ։ Չէ։ Շատ հետաքրքիր է։ Որքան ժամանակ ես վատնե այս ամենի վրա։ Հիմա շատ արագ եմ պատրաստում, առաջ մոտ 4-5 օր պատրաստում էի, հիմա արդեն կարող եմ 2 օրվա ընթացքում մեկ տիկնիկը պատրաստել։ Իսկապես ինքը ձեռքով շատ բարդ աշխատանք է, ձեռքով է ամեն ինչ սարքվում։ Բայց ում ձեռքը կգնա սա ուտել։ Ձեր հաճախորդները իսկապես ուտում են, թե պահում են։ Պահում են։ Օրինակ Շուշան Պետրոսյանը արդեն 2-րդ տարին է ինչ պահում է այսպիսի հրեշտակ իրենց տանը։ Եվ այսպես Լիկա բոլոր թխվածքների, հա, տորթերի վրա ես դու գրում։ Չէ, բոլորի վրա չեմ գրում, Գոհարն է միշտ գրում, բայց մեկ-մեկ ինձ է փոխանցում։ Չնայած մանր շրիֆտեր, երբ որ լինում են, հիմնականում ես եմ գրում։ Հայերեն ես չէ գրելու։ Անպայման։ Այ ես փորձեցի ռուսերեն թարգմանել։ Չի թարգմանում։ Моё чёрное сердце, твои розовые и так далее. Իմ սև սիրտ, ամենացածը պարզ է, մնացածը չես է գրում, չէ՞։ Չեմ գրում։ Իմ սև սիրտ։ Բայց քոն պետք է գրել երևի։ Չէ։ Չէ։ 3 կետ։ Հասկանալի է։ Եվ Եվ պատրաստ է։ հայ տղամարդիկ շատ են գնում։ Ընդամենը 5 րոպե կտևի սա խանութում։ Դնում ենք խանութում եւ 5 րոպեից հետո ինքը այլևս չկա, տանում են։ Շատ լավ, ես կարծում եմ մեր մյուս հանդիպումը կլինի արդեն փոքրիկ քաղցր սեղանի շուրջ։ Լավ։ Այո, եւ ես ուզում եմ ճաշակել, թե այնուամենայնիվ այս ամեն ինչը շատ գայթակղիչ է, ես ուզում եմ համնել տեսնել։ Կարող ենք, չէ։ Ուզում եք զվաձեղի համը փորձել։ Ափսոս չի։ Չէ, ափսոս չի։ Լիկա, ափսոս չի։ Չէ, ափսոս չի։ Դասել եք sense բան։ Շատ լավ։ Մեզ թեյ կամ սուրճ եք հյուրասիրեք, չէ։ Մեծ սիրով։ Մենք սպասում ենք սեղանի շուրջ։ Կտրեցիր փաստորեն։ Շատ հետաքրքիր է։ Ես ուզում եմ ձվածեղից մի փոքր փորձել, իդեպ թավայի հետ միասին։ Շատ համեղ է լիկա։ Շնորհակալություն։ Եվ թավան էր հատկապես համեղ։ Հա։ Իսկ պոչը կարող եմ, չէ՞, փորձել։ Իհարկե։ Մի քիչ հետո ավելի կփորձեմ, որովհետև այստեղ շատ համեղ խմորեղեններ կան։ Շնորհակալություն քեզ, շատ հետաքրքիր հաղորդում ստացվեց։ Կարծում եմ մեր հայրենակիցները արդեն կարող են իմանալ, թե մեր քաղաքում որտեղ հա մի քիչ ուրիշ կերպ են վերաբերվում խմորեղենին եւ թե խմորեղենի մեջ ինչքան կարելի է արվեստ հա ներդնել։
Քեզ էլ հաջողություններ քո բոլոր գործերում, շարունակիր ստեղծագործել։ Կարևոր չէ բեմում, թե այստեղ։ Շնորհակալություն։ Առաջին պրոֆեսիոնալ դերասանական ստուդիան եւ Casting School-ը ներկայացնում են Հրաձգարան։ Դիարշավարան։ Կասկադիորական արվեստ։ Պար։ Վոկալ։ Սուսերամարտ։ Խոսքի տեխնիկա։ Դերասանի վարպետություն։ Դուք ցանկանում եք դառնալ դերասան, մենք կօգնենք ձեզ։ Առաջին պրոֆեսիոնալ դերասանական ստուդիա։ Հեռախոս 56 56 38։ 1843 թվականից Իտալիայի մարտադրվող Թոմադինի մակարոնեղենը պատրաստվում է կարծր ցորենի բարձրորակ տեսակներից։ Ունի ցածր կալորիականություն, չի պարունակում ձու, կաթ, գունային եւ այլ հավելումներ։ Դյուրամարսը պատրաստվում է շատ արագ։ Վայելեք իսկական իտալական մակարոնների համն ու բույրը։ Այն կբավարարի նույնիսկ ամենանրբաճաշակ գնորդի պահանջները։ Երեխաներս հաճույքով ուտում են վերնետ ապրանքանիշի, եգիպտացորենից եւ ոլորից պատրաստված աղցանները։ Եվ ոչ միայն աղցանները, այսպես էլ է շատ համեղ։ Վերնետ, փոքր գաղտնիքներ ընտանիքի համար։ Հանրահայտ սիրելի եւ հյուրընկալ գենացվալի վրացական պանդոկի պահապան Կինտո Գենոն տեղեկացնում է, որ այսուհետ դուք կարող եք նույն Կիևյան 7 հասցեով գենացվալի պանդոկի հարևանությամբ գնել թարմ եւ տաք իսկական վրացական պուրի, որը պատրաստում է հմուտ վարպետի կողմից ձեր աչքի առաջ։ Ինչպես նաև Նանբաջան 37 հասցեով բացվել է գենացվալի արագ սպասարկման սննդի կետ, ուր կարող եք համտեսել ավելի քան 15 տեսակի խաչապուրիներ, խինկալի եւ լեգենդար լախիջեի ջրերը։ Ցանկության դեպքում Կինտո Գենոն այդ ամենը կարաքի պետք է ընդամենը զանգահարել 2779999։ Գենացվալի վրացական պանդոկ եւ թոնրատուն Կիևյան 7 Գենացվալի խաչապուրի խինկալի լաղիջեի ջրը Նանբաջան 37։ Շնորհակալություն, շատ հետաքրքիր եւ ամենակարևորը շատ համեղ էր։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ստեսություն։ Ստեսություն։ Տեսակ ես ինչպես արետից օգտվեցի եւ գովազդեցի իմ բիզնեսը։ Դե ինչ, եթե Ջուլիետը իրականում այդպիսի ողբերգական ավարտ չունենար, միգուցե նա էլ բիզնեսով զբաղվեր։ Դիմադրենք քաղցին միասին։